Գլուխ 25. Ես դա կանեմ կամ իմ ձևով, կամ ընդհանրապես չեմ անի։ Անապատային մտածելակերպ համար 10. Որ նրանք իրենց հույսն Աստծո վրա դնեն եւ չմոռանան Աստծո գործերը եւ նրա պատվիրանները պահեն եւ իրենց հայրերի նման չլինեն խստավիզ եւ դառնացնող ազգ, որ իր սիրտը չպատրաստեց եւ նրա հոգին հավատարիմ չէ Աստծուն։ Սաղմոս 78-ի 7 եւ 8 խոսքեր։ Իսրայելցիներն անապատում անցկացրած իրենց բոլոր տարիների ընթացքում կամակորություն եւ ապստամբություն ցուցաբերեցին, եւ հենց դա էր նրանց այնտեղ մահանալու պատճառը։ Նրանք համառորեն չարեցին այն, ինչ Աստված էր ասել նրանց։ Նրանք լաց էին լինում եւ աղաղակում Աստծուն, խնդրելով ազատել իրենց դժվարություններից։ Նրանք նույնիսկ հնազանդորեն լսում էին նրա հանձնարարությունները, բայց դա տևում էր այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չէր փոխվել դեպի լավը։ Հետո նրանք կրկին վերադառնում էին հին մեթոդներին եւ ապստամբությանը։ Հին կտակարանում կարող ենք տեսնել, որ այս իրավիճակները պտտվում ու կրկնվում էին բազմաթիվ անգամներ, եւ եթե դեռ իմաստությամբ չենք վարվում, ապա մեր կյանքը կվատնենք, եթե կատարենք նույն սխալները։ Մարդիկ ըստ էության տարբեր են եւ հնարավոր է, որ ոմանք ավելի կամակոր ու ապստամբ լինեն, քան ուրիշները։ Եվ հետո իհարկե մենք պետք է մտածենք մեր արմատների եւ կյանքում կատարած առաջին քայլերի մասին, որովհետեւ դրանք հետագայում իրենց ազդեցությունն են ունենում մեր կյանքում։ Բնավորությամբ ես ուժեղ անձնավորություն եմ եւ թերևս երկար տարիներ եմ վատնել, փորձելով ամեն բան անել իմ ձևով, բայց իմ կորցրած տարիները եղել են սեռական չարաշահման ու վերահսկողության տարիներ, այն ուժեղ եւ չափահաս անձանց շնորհիվ, որոնց պատճառով իմ մեջ ձևավորվել է այն մտածելակերպը, որ այլևս ոչ ոք չպետք է ինձ ասի ինչը ոնց անել։ Անշուշտ, Աստված կկարողանար գործել իմ միջոցով միայն այն դեպքում, երբ ազատեր ինձ այս սխալ վերաբերմունքից։ Տերը պահանջում է, որ հրաժարվենք մեր ուղիներից եւ մեզ ինքնակամ հանձնենք իր ձեռքերի մեջ։ Նա չի կարողանա գործել մեր միջոցով, քանի դեռ մենք կամակոր ու ապստամբ ենք։ Կամակոր բառն այլ խոսքերով ես կնկարագրեմ որպես հաստակող, պնդագլուխ, համառ, մի անձնավորություն, ում հետ դժվար է գործ ունենալը։ Իսկ ապստամբ բառը կնկարագրեմ որպես վերահսկողությանը, նկատողություններին հակառակվող, ընդհանուր կանոններին չհետևող։ Այս երկու սահմանումն էլ նկարագրում էին ինձ, ինչպիսին ես երբևէ եղել էի։ Իմ կյանքի վաղ տարիներին ինձ սեռական բռնությունների են ենթարկել, որոնց պատճառով ես բավականին տառապել եմ, եւ հենց դրանք են դարձել հեղինակության հանդեպ իմ անհանդուրժող վերաբերմունքի պատճառները։ Բայց ինչպես արդեն ասել էի գրքի սկզբում, ես չէի կարող թույլ տալ իմ անցյալին, որ այն արդարացում դառնար ինձ համար, եւ դրանով մնայի ապստամբության կամ մեկ այլ սխալ բանի մեջ։ Հաղթական կյանքը մեզնից պահանջում է անհապաղ հնազանդություն Տիրոջը։ Մենք պետք է աճենք մեր կարողության եւ ցանկության մեջ, որպեսզի կարողանանք մեր կամքը խոնարհեցնել Աստծո կամքի առջև։ Կենսականորեն շատ կարևոր է շարունակել առաջ գնալ այս բնագավառում։ Բավական չէ որոշակի մակարդակի հասնելն ու մտածելը. ես անցա այնքանը, որքանը կարողացա անցնել։ Մեր կյանքում մենք պետք է հնազանդ լինենք ամեն ինչում, առանց Տիրոջից որևէ բան թաքցնելու կամ որևէ դուռ նրա առջև փակ թողնելու։ Մենք բոլորս ունենք այս որոշ բնագավառները, որոնք փորձում ենք հնարավորին չափ երկար պահել։ Սակայն ես կոչ եմ անում ձեզ հիշել, որ փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը։ Այս մասին կարող ես կարդալ Կորինթացիների առաջին թղթի 5:6-ում։ Աստված հնազանդություն է ուզում եւ ոչ թե զոհ։ Եվ Սամուելն ասաց Սավուղ թագավորին. «Միթե Տերն ավելի շատ հավանում է այրված ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին հնազանդվելը։ Ահա հնազանդությունը զոհից լավ է եւ ականջ դնելը խոյերի ճարպից, որովհետեւ ապստամբությունը կախարդության մեղքի պես է եւ անհնազանդությունը կռապաշտության եւ թերափիմի տունը պահպանող հաջողության նկարների պես, որովհետեւ դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ թագավոր չլինես»։ Թագավորաց առաջին գիրք 15-ի 22 եւ 23 խոսքեր Amplified թարգմանությունից։ Սավուղի կյանքի ուսումնասիրությունը հստակ թույլ է տալիս տեսնելու, որ նրան թագավոր լինելու բացառիկ հնարավորություն էր տրված։ Բայց նա երկար չմնաց այդ դիրքում իր կամակորության եւ ապստամբության պատճառով։ Նա կյանքի նկատմամբ ուներ իր սեփական գաղափարները։ Մի անգամ, երբ Սամուել մարգարեն հանդիմանում էր Սավուղին նրա համար, որ վերջինս չէր արել այնպես, ինչպես ասվել էր իրեն, Սավուղը սկսեց ներկայացնել իր տեսակետներն ու կարծիքը, թե ինչն ինչպես պետք է տեղի ունենար։
Այս մասին կարող ես կարդալ Թագավորաց առաջին գրքի 10:6-ից 8-ում, 13:8-ից 14-ում։ Իսկ Սամուել մարգարեն պատասխանելով Սավուղ թագավորին ասում է, որ Աստված ուզում է հնազանդություն եւ ոչ թե զոհ։ Չափից շատ կարծելով մենք կարող ենք մեր ճանապարհները շեղել Աստծո կամքից։ Հաճախ մենք չենք ուզում անել այն, ինչ Աստված է ասում, իսկ հետո որոշակի քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի փոխհատուցենք մեր անհնազանդությունը։ Աստծո զավակներից քանիսը զրկվեցին իրենց կյանքում թագավորներ լինելուց, իրենց իսկ կամակորության եւ ապստամբության պատճառով։ Այս մասին կարող ես կարդալ Հռոմեացիների 5:17-ում եւ Հայտնության 1:6-ում։ Աստվածաշնչի Amplified թարգմանության մեջ ժողովող գրքի նախաբանում ասվում է. Սույն գրքի նպատակն է քննել կյանքն ընդհանուր առմամբ եւ սովորեցնել մարդկանց, որ վերջնական վերլուծությամբ կյանքն անիմաստ է, եթե մարդն այն ապրում է առանց Աստծո հանդեպ կատարյալ հարգանք ու պատիվ ունենալու։ Մենք պետք է հասկանանք, որ առանց հնազանդության կատարյալ հարգանք կամ ակնածանք գոյություն ունենալ չի կարող։ Ապստամբ ոգին, որն այսօր ակնհայտ է շատ երեխաների կյանքում, իրենց ծնողների հանդեպ հարգանքի եւ պատվի բացակայության պատճառն է։ Սա հաճախ նաեւ ծնողների մեղավորությունն է, քանի որ նրանք երեխաների առջև իրենց կյանքը չեն ապրում այնպես, որը հարգանք ու պատիվ առաջացնի նրանց մեջ։ Շատ գիտնականներ համամիտ են այն կարծիքին, որ ժողովող գիրքը գրվել է Սողոմոն թագավորի կողմից, ում Աստված օժտել էր շատ իմաստությամբ։ Եթե Սողոմոնն այդքան իմաստուն անձնավորություն էր, ապա ինչու նա իր կյանքում այդքան շատ սխալներ թույլ տվեց։ Պատասխանը պարզ է։ Մարդը կարող է որևէ բան ունենալ եւ չօգտագործել այն։ Մենք ունենք Քրիստոսի միտքը, բայց արդյոք միշտ ենք օգտագործում այն։ Հիսուսը մեզանում դարձավ Աստծո իմաստությունը, բայց արդյոք մենք միշտ ենք օգտագործում այդ իմաստությունը։ Սողոմոնն ուզում էր գնալ սեփական ճանապարհով եւ վարվել իր ձևով։ Նա իր կյանքը վատնեց, փորձելով նախ մի բան, հետո մյուսը։ Նա ուներ այն ամենը, աշխարհի բոլոր հաճույքները, ինչը հնարավոր էր գումարով ձեռք բերել, սակայն իր գրքի վերջում գալիս է հետևյալ եզրահանգման. ամբողջ խոսքի վախճանը լսեք, Աստծուց վախեցեք, երկրպագեք եւ մեծարեք Աստծուն, իմանալով, որ նա է, եւ պահեք նրա պատվիրանները, որովհետեւ սա է ամբողջությունը մարդու համար, նրա ստեղծման իրական օրիգինալ նպատակը, Աստծո նախախնամության օբյեկտը, բնույթի արմատը, ողջ երջանկության հիմքը, արևի տակ գոյություն ունեցող այն բոլոր աններդաշնակ հանգամանքների եւ պայմանների կանոնավորումը եւ ամբողջ պարտքը յուրաքանչյուր մարդու համար։ Ժողովող 12:13 Amplified թարգմանությունից։ Թույլ տվեք նույն խոսքը ներկայացնել իմ բառերով։ Մարդու ստեղծման ողջ նպատակն այն է, որ նա Աստծուն երկրպագի եւ մեծարի, հնազանդվելով նրան։ Բնավորության բոլոր բարեպաշտ գծերը ծագում են հնազանդությունից։ Դա է երջանկության հիմքը։ Ոչ ոք չի կարող իսկապես երջանիկ լինել առանց Աստծուն հնազանդվելու։ Այն ամենը, ինչ մեր կյանքում սխալ ուղու վրա է, կվերականգնվի Աստծուն հնազանդվելով։ Հնազանդությունը յուրաքանչյուր մարդու պարտականությունն է։ Իմ կարծիքով սա մի զարմանահրաշ խոսք է, եւ ես կոչ եմ անում ձեզ, որպեսզի դուք ինքներդ սերտեք եւ անձամբ ուսումնասիրեք այն։ Հնազանդություն եւ անհնազանդություն երկուսն էլ ունեն իրենց հետևանքները։ Որովհետև ինչպես որ մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդարներ կլինեն։ Հռոմեացիների 5:19 King James թարգմանությունից։ Մեր հնազանդվել չհնազանդվելու ընտրությունն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն մեր, այլև շատերի կյանքում։ Մտածեք մի պահ, եթե Իսրայելը կատարյալ ձևով հնազանդվեր Աստծուն, ինչ հրաշալի կդասավորվեր նրանց կյանքը։ Նրանք եւ նրանց երեխաներից շատերը մահացան անապատում, որովհետև չցանկացան հետևել Աստծո ուղիներին։ Նրանց որոշումն ազդեց իրենց երեխաների վրա, եւ նույնը կատարվում է նաեւ մեր օրերում։ Վերջերս իմ ավագ որդին ասաց. «Մայրիկ, ես քեզ մի բան եմ ուզում պատմել, որի ժամանակ միգուցե սկսեմ լաց լինել, բայց դու լսիր ինձ մինչև վերջ»։ Եվ շարունակեց. «Ես մտածում էի քո եւ հայրիկի մասին, թե որքան երկար տարիներ եք դուք ներդրել այս ծառայության մեջ, որքան անգամներ եք որոշել հնազանդվել Աստծուն եւ թե որքան դժվար է դա եղել ձեզ համար։ Ես հասկանում եմ, որ դու եւ հայրիկն այնպիսի բաների միջով եք անցել, որ շատերը տեղյակ չեն եղել, բայց ես ուզում եմ իմանաք, որ այս առավոտ Աստված ինձ հասկացրեց, թե որքան մեծ է իմ օգուտը ձեր հնազանդության շնորհիվ։ Ես շնորհակալ եմ ձեզ դրա համար»։ Նրա խոսքերը մեծ բան էին ինձ համար։
Եվ դրանք ինձ հիշեցրին Հռոմեացիների 5:19 խոսքը. Աստծուն հնազանդվելու ձեր որոշումն իր ազդեցությունն ունի ուրիշների կյանքում։ Եվ եթե դուք ընտրում եք չհնազանդվելը, ապա դա նույնպես իր հետևանքը կունենա մարդկանց կյանքում։ Դուք կարող եք ընտրել երկրորդ տարբերակը եւ մնալ անապատում, բայց խնդրում եմ հիշել, որ եթե դուք հիմա երեխաներ ունեք կամ ունենալու եք ապագայում, ապա ձեր որոշումը ձեր երեխաներին նույնպես ձեզ հետ միասին կպահի անապատում։ Միգուցե մեծանալով նրանք փորձեն իրենց դուրս բերել այդ տեղից, բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ նրանք ստիպված կլինեն վճարել ձեր անհնազանդության գինը։ Ձեր կյանքն այսօր կարող էր շատ ավելի լավը լիներ, եթե ինչ-որ մեկը ձեր անցյալում հնազանդություն ցուցաբերեր Աստծուն։ Հնազանդությունը մեծամասշտաբ է։ Այն նաև կարող է փակել դժոխքի դարպասներն ու բացել երկնքի պատուհանները։ Ես մի ամբողջ գիրք կարող եմ գրել հնազանդության մասին, իսկ հիմա պարզապես ուզում եմ հասկացնել այն, որ անհնազանդության կյանքը սխալ մտածելակերպի արդյունք է, որը տանում է սխալ ընտրությունների։ Գերի բռնենք ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար, որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, մարմնի ու արյան զենքեր, այլ Աստծով զորավոր բերդեր քանդելու եւ խորտակելու, քանի որ մենք հերքում ենք փաստերն ու տեսությունները եւ հավաստիացումները, եւ ամեն մի հպարտ ու գոռոզ բան, որ ինքն իրեն բարձրացնում է Աստծո ճշմարիտ գիտության դեմ, եւ մենք առաջնորդում ենք ամեն մի միտք ու գերի ենք բռնում ամեն մի նպատակ Քրիստոսին, Մեսիային, Օծյալին հնազանդեցնելու համար։ Կորինթացիների 2-րդ թուղթ 10:4-5 խոսքեր Amplified թարգմանությունից։ Հաճախ մեր խնդիրների պատճառները հենց մեր մտքերն են լինում։ Եսայի 55:8-ում Տերն ասում է. Իմ մտքերը ձեր մտքերը չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն։ Amplified թարգմանությունից։ Կարևոր չէ թե ինչ ենք մենք մտածում։ Աստված իր մտքերը գրել է իր գրքում, որը կոչվում է Աստվածաշունչ։ Մենք պետք է որոշենք մարզել մեր մտքերն Աստծո խոսքի լույսի մեջ եւ միշտ ցանկանանք մեր մտքերն ուղղել դեպի նրա մտքերը, իմանալով, որ դրանք ամենալավն են։ Հենց սրա մասին է ասվում Կորինթացիների 2-րդ ուղերձի 10:4 եւ 5-րդ խոսքերում. Քննեք ձեր միտքը։ Եթե այն համաձայն չէ Աստծո մտքերի, Աստվածաշնչի հետ, ուրեմն խորտակեք ձեր սեփական մտքերն ու ընդունեք նրա մտքերը։ Նրանք, ովքեր ապրում են իրենց մտքերի ունայնության մեջ, ոչ միայն ոչնչացնում են իրենց, այլ շատ հաճախ նրանք կործանարար ազդեցություն են ունենում իրենց շրջապատողների կյանքում։ Միտքը կռվի դաշտն է։ Այս դաշտում է, որ դուք կամ կհաղթեք, կամ կպարտվեք այն պատերազմում, որը սատանան վարում է ձեր դեմ։ Իմ սրտագին աղոթքն է, որ այս գիրքն օգնի ձեզ խորտակելու բոլոր պատկերացումներն ու ամեն մի ամրություն, որ բարձրացել են Աստծո գիտության դեմ եւ օգնի, որ գերի վերցնեք բոլոր մտքերը Հիսուս Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Հեղինակի մասին։ Ջոյս Մայերն աշխարհում աստվածաշնչյան առաջատար ուսուցիչներից մեկն է, ով 1976 թվականից սովորեցնում է Աստծո խոսքը եւ 1980 թվականից ամբողջական ծառայության մեջ է։ Լինելով համար 1 New York Times ամենալավ վաճառվող գրքի հեղինակ, նա գրել է ավելի քան 80 ոգեշնչող գիրք, ներառյալ Ճշմարիտ երջանկության գաղտնիքը, Կյանքը պարզեցնող 100 քայլերը, նրա առաջին գեղարվեստական ձեռնարկը Պենին եւ այլն։ Նա ունի հազարավոր աուդիո ուսմունքներ, ինչպես նաև վիդեո գրադարան։ Ջոյս Մայերի վայելելով ամենօրյա կյանքը ռադիո եւ հեռուստահաղորդումները հեռարձակվում են աշխարհի տարբեր մասերում։ Ջոյսը եւ նրա ամուսին Դեյվը ունեն 4 երեխա եւ ապրում են Սենթ Լուիսում, Միսսուրի, Միացյալ Նահանգներ։